այս պայն ես կրկին այս երաժշտության ներքո բացում եմ վերջին ծրարը։ Եվ այսպես, երրորդ տեղում է հայտնվել Եվ այսպես, թաքնված տաղանդ երկու նախագծի երրորդ մասնակիցը, որը ընտրվել է եւ հնարավորություն ունի անցնելու եզրափակիչ փուլ, այսպես։ Արմա Պարեն Համույթ։ Եկեք բուրըն ծափարություններով ճանապարհենք ընտրյալներ Պարային Համույթին։ Համաձայնվեք, որ առանց իրենց թաքնված տաղանդ երկու նախագծում բավականին տխուր կլիներ։ Ընտրյալներ Պարային Համույթ, շնորհակալություն ձեզ թաքնված տաղանդ նախագծում մասնակցելու համար։ Այս երկու մասնակիցներից միայն մեկը կանցնի եզրափակիչ փուլ, իսկ մյուսը հենց այսօր, հենց այս պահին կլքի նախագիծը։ Մինչ այդ ես ուզում եմ մի քիչ զրուցել մասնակիցների հետ։ Չնայած Անահիտը շատ քիչ է խոսում, բայց ամենայն դեպս այս պահին ինչ է զգում Անահիտ։ Լավ, հարցս այսպես ձևակերպեմ։ Կան մարդիկ, որոնք այս պահին, երբ որ պետք է լքեն նախագիծը կամ ախտանակի դեպքում էլ չեմ ասում, եթե պետք է լքեն, մեծ ստրես են ապրում։ Կան մասնակիցներ, որոնք շատ հանգիստ ընդունում են այդ փաստը, որ լքում են նախագիծը։ Դու որ մարդկանց ես դասում։ Դա ես կխոզեմ մի քիչ։ Ահա։ Բայց ստրես տենց դեպրեսիա չես ապրի։ Ոչ, ապրես։ Ձեր ծափարությունները Անահիտ Հովհաննիսյան։ Իսկ դուք կներվայնանաք, որ չանցնեք։ Ոչ, իհարկե, այսինքն ինչ-որ չափ Դե պարզակը հուզվեք։ Ես չեմ ուզում, որովհետև այս դեպքում կարծում եմ Անահիտ ավելի արժանի անցնելու, որտեղ իրական տաղանդը իրանն է։ Ահա, անկեղծ պատասխան։ Արմա Պարային Համույթ։ Դե ինչ, եկավ պահը, լսելու ժյուրի անդամներին։ Ես անմիջապես ուզում եմ իմ հենց նոր այս անմիջական տպավորությանս մասին ասել, առաջին անգամ եմ տեսնում, ոչ միայն այս խաղի մասին, այլ առհասարակ ամենատարբեր մրցույթներում Սերգեյ Դանիելյանը ցույց է հայերի մեջ նամանավանդ, այսպիսի, ինչ ասեմ, արդարադատ, օբյեկտիվ, չնախան, այսպիսի մի հատ կեցվածք, պարտվելու արժանապատվությունը նախապես մեջները դրած է, դա իսկապես հրաշալի հատկանիշ է։ Միայն մի ճշտում եմ ուզում անել, դուք ասեցիք Անահիտն ավելի արժանի է, արժանի բառը, արժանի բառը ճիշտ չի այդ դեպքում, դուք բոլորդ արժանի եք։ Կարևորը այստեղ այս մրցույթին համապատասխան տեխնացու ընտրելն է։ Արժանիքները տարբեր են լինում։ Մեկը կարող է արժանիք ունի քիթը քչփորի եւ դա անում է շատ լավ, մեկը կարող է, այսինքն դրանք անհամեմատելի են։ Եվ դուք որևէ պարտվող չպետք է կարծի, որ ինքը պակաս արժանի է։ Այդ ճշտումով ուրեմն ես իմ հիացմունքն եմ ուզում արտահայտել ձեր կեցվածքի հանդեպ։ Եվս մեկ անգամ ծափարենք Արմա Պարային Համույթին։ Եվ այս խոսքիցս ենթադրվում էր, որ ես էլ այդպես Անահիտը եզակի բան է անում, նույնիսկ առաջին թաքնված տաղանդի հաղթական մասնակիցներից տղան այսքան բարդ համար չէր անում, այսքան ծանր բան չէր բան անում, այսինքն ինքը իսկապես եզակի բան է անում եւ հետաքրքիր է, որ իր համար այդ կարեւոր չի։ Ինձ Անահիտի համեստությունը շատ է դուրս գալիս։ Չափից ավելին, բայց ամենայն դեպս ծափարենք Անահիտ Հովհաննիսյան։
Խոսքը այս դեպքում հեչ կարևոր չի, հա, մեր նախագծում համաձայն եք։ Եվ Սերգեյ Դանելյան, ձեր կարծիքը։ Ում եք ընտրել, Սերգեյ։ Դեռ չեմ Ով է ասում։ ձեր նախընտրած։ Դեռ չեմ ասում ում եմ ընտրել, դեռ քննարկում խոսում ենք, հա։ Դե ուրեմն կարծիքը ձեր։ Նու կարծիքը այն է, որ Անահիտի նման, ասենք, կին տանը ունենալը շատ լավ է, երբեք չի խոսում։ Փաստորեն ձեր ընտրյալի բախտը բերել է։ Այդպես ինչ վերաբերվում է աղջիկներին, ինձ շատ դուր եկավ ձեր համարը, նամանավանդ, որ մեջ ինչ-որ դրամատուրգիա կար, որ նու մի խոսքով հիմա չքննարկեմ, դեպս ես և Վիոլետը հասկացան, կարծում եմ մասին չեմ խոսում, ինչի մասին է ձեր պարը, և շատ լավ է, որ ձեր ինքնագնահատականը այդքան չի ասի բարձր է, ճիշտ է, դուք թերարժեքության կոմպլեքս չունեք։ Սերգեյ, ես դուք փոքր ժամանակ նախանձ եք եղել, թե չէ։ Այ ոնց որ Արմայ Պարային։ Ես հիմա էլ եմ նախանձում ձեզ Գրիգոր։ Չուզողություն, տիկնայք եւ ֆանայք։ Լավ դերասան, բայց չուզող դերասան Սերգեյ Դանելյան, ծապ։ Ուզեի, որ ձեզ նման բոլորը իրենց այդպես ճիշտ վերաբերվեին, ինքներն իրենց։ Շնորհակալություն մասնակցության համար եւ կարծիքս ես կասեմ հետո, երբ որ խոսի Արտյոմն։ Մինչև Արտյոմին անցնել, ես մի լրացում, ես մոռացա ասել, որ շատ ափսոսում եմ, որ ընտրյալները չկարողացան շարունակել մրցույթը։ Իրենք նույնպես բացառիկ բան էին մարմնավորում, որը չեմ ուզում այդպես գունդ մեծ բառեր ասել, բայց սոցիալական, հասարակական իմաստով իրանց ներկայությունը շատ կարևոր էր։ Իդեպ ասեմ, որ իմ մամայի ամենասիրած մասնակիցներից մեկը հենց ընտրյալներ պարային համույթներ։ Եկեք ծափարենք իրոք ընտրյալներին։ Արտյոմ, խնդրեմ։ Ես էլ շատ տխրեցի, որ ընտրյալները մեզ լքեցին, հասրեցինք բոլորս նրանց սիրել եւ անձամբ ես կկարոտեմ, մանավանդ Միխայիլ Պապիկին։ Բայց ընդամենը մի քանի օր առաջ պատահաբար իմացա, որ ընտրյալներից մեկը աշխատում է Շանթ հեռուստաընկերության շենքում, ոչ թե Շանթ հեռուստաընկերությունում, այլ շենքում։ Այսինքն ես իրան հաճախ տեսնելու հնարավորություն կունենամ եւ բարևներս նրա միջոցով տեղ հասնելու հնարավորությունը նույնպես կունենամ, այսինքն շատ չեմ կարոտի։ Գոնե դրանով ինձ կհանգստացնի։ Այդ ընտրյալների մասին, որոնց ես նորից ողջունում եմ, շնորհակալություն եմ հայտնում, ինչ վերաբերում է երկու այս մասնակիցներին, հա, աղջիկներին, ապա ես մի հանգամանք պետք է անպայման հաշվի առնեմ, որ Անահիտը թեև իսկապես ունիկալ ունակության տերմարդ է, այդ ունակությանը հասելա ոչ թե ինչ-որ ջանքերի շնորհիվ, ոչ թե հատուկ աշխատելա դրա ուղղությամբ, այլ պարզապես նրա մոտ ստացվում է դա, ինչպես ասած ինքը դրանում մեղավոր չի։ Մինչդեռ աղջիկները իսկապես ջանքերի միջոցով են դրան հասել, իսկապես աշխատել են եւ ես իմ վճիռը կայացնելիս հաշվի եմ առնելու այս հանգամանքը։ Մի փոքրիկ ավելացում, Մոցարտի մոտ էլ ոչ մի ջանք չկար, նա պարզապես ստացվեց, նստեց 4 տարեկան կլավիսինի դեմ եւ սկսեց նվագել։ Չխամեմատվես։ Ես չեմ համեմատվում, ուղղակի ասեմ, պարզապես ստացվում է, դե տաղանդը դա է երևի, էլի։ Պրիրոդնի տալանտ։ Պարոն Նայք, երդվյալատնակալներ, խնդրում եմ մի վիճեք իրար հետ։ Ինձ թվում է արդեն կարելի է։ Այո, անցնենք գործի։ Այո։ Արտյոմ, Ուզում եք լսել անուններ։ Արտյոմից ենք սկսում։ Արտյոմ, ես կարելի է ես ասեմ առաջինը։ Եղավ։ Ես պատասխանատու ուզում ես վերցնես, չէ՞, որ հեշտ լինի, չէ՞ քեզ հետո։ Իմ վրա է Սերգեյ, երեք է նախանձեք, զիջեք խոսքը Վիոլետ Գրիգորյանի։ ես կարծում եմ կանանց մասին առաջինը պետք է դատի կինը։ Այո, համաձայն։ Ես բոլորից շատ սիրում եմ եւ նույնիսկ այն պարային համույթը, որ այսօր արդեն խաղից դուրս էր եկել, բայց հիմա շարունակում էր։ Վիկտորիան, որ մասնակցեց եւ ինչ հրաշալի պարիխումբ էր ընդգոյների։ Բոլորից շատ սիրում եմ, բայց կարծում եմ, որ հերոստադիտողը չի ների, եթե չկարողանա շարունակության մեջ տեսնի Անահիտ Հովհաննիսյանին։ Անահիտ Հովհաննիսյան։ Երևի մեկնաբանությունից արդեն պարզ դարձավ, որ ես ընտրել եմ Արմա համույթը։ Արմապարային համույթ, ասում է Արտյոմ Երկանյանը։ Եվ փաստորեն վերջի խոսքը շատ կարևոր է, Սերգեյ։ Դրեք մի կողմ նախանձությունը եւ մնացած վատ բաները եւ անկեղծ ասեք։ Մոցարտին է ընտրում ասել, չէ՞։ Վերջ։
Մոցարտն չկա ցավոք սրտի։ Անահիտ Հովանեսյան։ Անահիտ Հովանեսյան։ Արմապարային համույթը շնորհավորում է Անահիտին։ Աղջիկներ էլի կհանդիպենք, չէ՞։ Ձեր բուրըն ծափարությունները արմապարային համույթին այս համով